Ես կուզենայի, որ իմ համայնքը այնպիսի համայնք լիներ, որ երբ բոլորը լսեն նոյեմբերյան համայնքը, բավականին զգաստանային եւ իմանային, որ նոյեմբերյանը ինչ ոչ Հայաստանի սիրտն է։ Ժամանակին մտածել եմ, որ կարող են համալսարանները օրինակ տեղափոխվել մարզեր, որպեսզի մարզերում ակտիվանան երիտասարդների բնակչությունն ավելանան։ Ինձ համայնքի հետ կարծում եմ ավելի շատ կապում է բնությունը, քանի որ այստեղ ավելի խաղաղ է, ավելի հանգիստ է ի տարբերություն քաղաքի, ինչպես նաև մարդիկ, երիտասարդությունը, այդ ջիգյարը, որ մարդկանց մեջ կա, ջերմությունը, ինչը քաղաքում այդքան չես գտնի, քաղաքի մարդիկ ավելի սառն են, գյուղում ավելի համախմբված են մարդիկ։ Ես Մարիամ Նեմղարագյոզյան, Բագրատաշենից, ուսանողուհի եմ, ինչպես նաև նոյեմբերյան համայնքի ակտիվ երիտասարդներից եմ։ Մեր համայնքում երիտասարդությունը բավականին ակտիվ եւ ներգրավված է, սակայն դեռ լիարժեք չէ, քանի որ համայնքային ծրագրերում եւ նախաձեռնություններում հիմնականում տեսնում եմ նույն երիտասարդներին եւ կարծում եմ, որ համայնքային ծրագրերով զբաղվող, համայնքային զարգացման ծրագրեր իրականացնող կազմակերպիչները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն սկսնակ երիտասարդներին, ովքեր փորձում են իրենց առաջին քայլերն անել ավելի ակտիվ եւ ներգրաված լինելու համար, սակայն ծրագրերի գրանցվելիս հիմնականում տեսնում եմ, որ ավելի շատ պահանջում են կամավորական փորձով երիտասարդներ, ինչը կարծում եմ այդքան էլ ճիշտ չէ, պետք է նաեւ հնարավորություն տրվի այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են փորձել, սխալվել եւ ավելի շատ ներդրում ունենալ համայնքային կյանքում, նպաստել իրենց կարողացածի չափով։ Կարծում եմ, որ երիտասարդները ոչ միայն մեր ապագան են, այլ նաև հենց մենք երիտասարդներս մեր ներկան ենք, քանի որ մեր կրթության շնորհիվ է, որ մեր երկիրը պետք է զարգանա, իսկ կրթությունը այն զենքն է, որը ոչ ոք չի կարող խլել մեր ձեռքից։ Նախ առաջին հերթին կարծում եմ, որ այստեղ աշխատատեղեր այդքան էլ չկան, որ երիտասարդները պատկերացում ունենան, թե օրինակ տվյալ մասնագիտությունը սովորելուց հետո այստեղ ինչով կարող են զբաղվել, ինչպես նաև կցանկանամ մի խնդիր բարձրաձայնել, կուզենայի, որ մեր մոտ երիտասարդները մի փոքր ավելի համարձակ լինեին իրենց քայլերի մեջ, ինչպես նաև մի փոքր կարծրատիպային մտածողություն կա եւ կուզենայի, որ այդ կարծրատիպային մտածողությունը այդքան էլ չլինի, մարդիկ էլ մի քիչ ավելի լայն նայեն աշխարհին ու կյանքին եւ ծնողներին կոչ կանեի, որ իրենց երիտասարդներին թույլ տալ իրենց թևերը բացել եւ հանգիստ ճախրել կրթության աշխարհում։ Դե ներկայումս ապրում եմ Երևանում, ուսման պատճառով եմ հեռացել, ժամանակին մտածել եմ, որ կարող են համալսարանները օրինակ տեղափոխվել մարզեր, բայց քանի որ հիմա հիմնականում համալսարանները Երևանում են կենտրոնացված, ես էլ, ինչպես մյուս ուսանողները, ապրում ենք Երևանում ու այնտեղ ենք սովորում, իսկ երկրից հեռանալու մասին մտածել եմ էլի ուսման պատճառով, որ ուսումս երկրից դուրս շարունակեմ։ Ինչպես նշեցի, նախ աշխատատեղերի հարցն է բավականին լուրջ, որովհետև երիտասարդների համար շատ քիչ են հնարավորությունները եւ դա իր հերթին ինչ-որ կարծրատիպեր է ստեղծում գյուղի համար, ինչպես նաեւ ուսման մեջ էլ որոշ խնդիրներ ունենք, օրինակ համալսարանները հեռու են գտնվում եւ մարզում ճիշտ է ունենք համալսարան, սակայն այնտեղ էլ բոլոր մասնագիտությունները չէ որ կան եւ երիտասարդները արդեն շատ խնդիրների առաջ են կանգնում, քանի որ տեղափոխվելով Երևան նախ ուսման վարձ, այնտեղ տուն գտնելու հարց, այդ խնդիրները եւ այլն ու արդեն գյուղից գնալ այնտեղ եւ այդ կյանքը ստեղծելը թե հոգեպես, թե ֆիզիկապես բավականին դժվար է լինում եւ երիտասարդների մոտ դա նույնպես վախ է առաջացնում բավականին։ Դե սկզբում կնշեմ աշխատանքի հարցը, բայց դրանից առաջ նախ ամենակարևորը երիտասարդների համար ժամանցի հարցն է, համայնքում գրեթե ոչ միտեղ չկա երիտասարդների ժամանց անցկացնելու համար, նորից վերջերս ստեղծվել է Loft երիտասարդական կենտրոնը, որտեղ երեխաները իրենց ժամանոցը կարողանում են կազմակերպել, միջոցառումներ կազմակերպել ու իրենց երիտասարդական աճը գրանցել այստեղ, բայց մինչև այսօր դեռ այնպիսի վայրեր չկան, որ երիտասարդները լիարժեք կարողանան իրենց ժամանոցը կազմակերպել։ Հա, ունենք երիտասարդների պասիվություն, երիտասարդները մի քիչ մտածելակերպի փոփոխություն ա տեղի ունեցել, որ պետք է երիտասարդների մեջ ակտիվացնենք այն փաստը, որ իրենք պետք է զբաղվեն կամավորությամբ, դրան նաև նպաստում են, որ համալսարաններում զեղչեր են տրամադրվում կամավորական սերտիֆիկատների համար, որ եթե ինչ-որ քանակությամբ հավաքում ես, մոտավորապես 30% զեղչ ես ստանում, դա էլ է դրդապատճառ, որ հիմիկվա երիտասարդները ձգտում են կամավորական սկզբունքով ինչ-որ գործունեություններ ծավալել, պետք է ստեղծել դրդապատճառներ, որպեսզի երիտասարդները զբաղվեն դրանցով։
երիտասարդը իր ստացած կրթությանը, գիտելիքներին համապատասխան ցանկանում է համապատասխան աշխատանք գտնել, ինչը չի կարողանում գտնել իր ծննդավայրում, այդ պատճառով շատ հաճախ տեղի է ունենում արտագաղթ դեպի քաղաք, դեպի մարզ կենտրոն, կարծում եմ պետք է ուշադրություն դարձնել համայնքում այս բացի վրա, որպեսզի երիտասարդները համալսարան ավարտելուց հետո ցանկություն ունենան վերադառնալ եւ իրենց զարգացումը, իրենց կարիերան կազմակերպել հենց իրենց համայնքներում։ Եթե երիտասարդը փորձի աշխատել, այդ հնարավորությունները օգտագործել, կարծում խոչընդոտները այլևս չեն երևա։ Տեսնելով իմ համայնքի ակտիվությունը, ասենց առաջ գնալը, վստահաբար բոլոր նշածս խնդիրներ կլուծի հետագայում, թե ժամանցի առումով, թե աշխատանքի առումով, երևի հետ կգամ, որտեղ իմ աշխատանքը հեռակա է, ծրագրավորող եմ աշխատելու, կարող եմ գյուղից էլ աշխատել, էլի պարտադիր չի Երևանում մնալը։ Ես կարծում եմ, որ որոշ տարիներ անց, թե նոյեմբերյանում, թե իմ գյուղում, Կողբում երիտասարդները կլինեն ել ավելի ակտիվ եւ համայնքը շատ զարգացած կլինի, քանի որ ես տեսնում եմ, որ ինձ նման շատ երիտասարդներ ձգտում են այդ ամենին, մենք շատ նվիրյալ ենք եւ ոչ թե պատկերացնում ենք, որ սովորենք մնանք Երևանում կամ ավելի վատ արտասահմանում, այլ բոլորս պատրաստվում ենք սովորենք, հետո գանք մեր համայնքը զարգացնենք, քանի որ մենք տեսել ենք այդ խնդիրները, մենք անցել ենք այդ ամենի միջով եւ չենք ցանկանում, որ հետագա սերունդը եւս ապրի այդ ամենը, այլ ցանկանում ենք ունենալ ուժեղ համայնք։